այս երկար ժամանակահատվածում տարբեր ակցիաներ ենք իրականացնել ու թե ոստիկանները, թե ժողովուրդը եւ թե առհասարակ բոլորը տեսել են, որ չունենք նմանատիպ բաներ բախումների գնալու, ընդհակառակը խաղաղություն, համախմբություն ենք անընդհատ քարոզում մարդկանց, այդ իսկ պատճառով փորձում եմ անընդհատ զգուշացնել, որ հավանաբար ներարկված սադրիչներ կլինեն մի քիչ անկարգությունների դրդելու, դրա համար փորձում եմ ժողովրդին զգուշացնել, որ անգամ եթե նմանատիպ բաներ կլինեն, թե ոստիկանները, թե մեր հայրենակիցները զսպվածություն թույլ տան, որպեսզի ինչ-որ բախումներ կամ ինչ-որ սպորտային պայքարների մեջ չլինեն։ Կարծում եք միջև ընտրություններ այս դատական ձգձգվածությունը կշարունակվի։ Ինչը։ Միջև ընտրություններ կշարունակվի այս դատական արհեստական ձգձգվածությունը։ Չեմ կարող ասել, այն ճանապարհով որ գնում են Նիկոլը, այն ճանապարհով որ իրանք են տանում, այս ամեն ինչը հնարավոր է, ինչի՞ չէ։ Եթե հայաստանյան դատական համակարգում հանգուցալուծում չգտնեք, միջազգային դատական ատյաններին եք պատրաստվելու դիմել։ Միջազգային դատարաններ վաղուց դիմաց է միջազգային իրավաբաններ կան այդ գործով զբաղվող, բայց ավելի քան համոզմունք ունեմ, որ դատական եւ իրավական համակարգը կամաց հասկանում է ինչ է գնում այս ամեն ինչը, ես համոզմունք ունեմ, որ կսթափվեն եւ իրենց գործողությունները կբերեն օրենքի դաշտ եւ կգործեն մենակ օրենքի դաշտում եւ SMS-ով, զանգերով որևիցե որոշում չեն կայացնի։ Համենայն դեպս ես հույս ունեմ, որ այդ օրը իրենց մոտ շուտ կգա, այդ իրենց լավի համար էլ կլինի ամեն ինչից անկախ։